Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, իսկ սահմանադրության վերաբերյալ ինչ նորություն ունեք մեզ հետ կիսելու։ Ես կարծում եմ, որ մեր գործող սահմանադրությունը ի թիվս լեգիտիմության խնդրից եւ բազում այլ խնդիրներից ունի մի այլ մեծ թերություն, մեծ համառություն է պահանջվում այն սկզբից մինչև վերջ կարդալու համար։ Ես անկեղծորեն կաջակցեի այնպիսի մի սահմանադրության տեքստին կկարողանայի աջակցել, որը նաև այնքան կարճ է, որ մենք կարող ենք հույս ունենալ, որ մեր քաղաքացիների մի որոշակի տոկոս, մեծ տոկոս այն սկզբից մինչև վերջ կարող է ընթերցել։ Նկատի ունեմ ժամանակի դիտանկյունից, խրթյունության դիտանկյունից, իրավագիտական տերմինաբանության եւ ծանրաբեռնվածության եւ կարծում եմ, որ ինչպես նշել ենք, շատ կարեւոր է, որպեսզի մենք ընտրությունների գնանք այդ տեքստի հրապարակված լինելու պայմաններում, որպեսզի մարդիկ նաեւ մեր հետագա պլանների մասին իմանան։ Շնորհակալ եմ։ Գիտեք, սահմանադրության հետ կապված ես երեք արտահայտվել եմ մասնավորապես նախորդ 5 տարվա հետ կապված մի խնդրեմ կա, որի վերաբերյալ մենք դեռ շատ լուրջ դիսկոմֆորտ ունենք, այդ արդարությունը եւ արդարադատությունը, որովհետեւ այո, մենք պետք է ընդունենք, ես էլ անկեղծ ասեմ, եւ մենք բոլորս էլ շատ հաճախ Հայաստանում անարդարության եւ անարդարադատության զգացում ունենում ենք, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, մի X պահի մենք գալիս ենք պատասխան անհրաժեշտության առաջ ենք կանգնում պատասխանելու մի հարցին, իսկ ի՞նչ է արդարությունը, իսկ ի՞նչ է արդարադատությունը, ո՞րն է արդարությունը եւ ո՞րն է արդարադատությունը։ Իմ պատասխանը այդ հարցին միանշանակ է եւ աներկբա։ Արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը եւ սահմանադրությունից բխող օրենքներին։ Եվ թվում է, թե ամեն ինչ ճիշտ է։ Այստեղ մի ուրիշ խնդիր կա, որ երբ որ սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված չի, ցանկացած գործողություն ընկալվում է որպես անարդարություն։ Եվ ընդհակառակը, երբ որ սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված է, եւ ժողովուրդը ընդունում է, որ ես մի հատ ամենապարզ օրինակը բերեմ, երբ որ քաղաքացին ինչ որ մի զանցանքի համար տուգանվում է, դա միշտ նյարդ է առաջացնում։ Ցանկացած մեզնից ով որ տուգանք է ստացել միշտ էլ դա նյարդայնացնում է մարդուն, եւ այդ նյարդը միշտ լարում է ստեղծում պետության եւ հասարակության միջև, անկախ նրանից ինչքանով ենք մենք դա ընդունում։ Ինչը պոտենցիալ վտանգ է պետության կայունության համար։ Բայց ես հարց եմ տալիս, որ դեպքում է, որ այդ նյարդը չի առաջանա կամ այդ նյարդը ընդհանրապես կբացառվի դրա վտանգ լինելը։ Մի դեպքում, երբ որ քաղաքացին այդ տուգանքը ստանալիս ընդունի, որ դա իր կողմից ընդունված եւ ձեռք բերված պայմանավորվածության իրականացում է։ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք քաղաքացիների 50+1%-ը չի քվեարկել Հայաստանի սահմանադրության օգտին։ Այսինքն Հայաստանում հաստատված իրավակարգը բան ունի եւ քաղաքացու միջև ալերգիա կա, որովհետեւ քաղաքացին չի հասկանում, այս իրավակարգը ով է ստեղծել, ո՞նց է ստեղծել։ Եվ ես պետության արդարության եւ արդարադատության համար շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո Հայաստանում լինի սահմանադրություն, որը քաղաքացին կհամարի կընդունի անհրաժեշտ թվով ձայներով ազատ կամ արտահայտման, որ դա իր պայմանավորվածությունն է իր պետության ներսում ապրելու եւ ուրիշ քաղաքացիների եւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների կանոնների եւ ավելին մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որը առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չի։ Որովհետև ես մի անգամ առիթ ունեցել եմ, նախկինում ինչքան խոսել ենք երթվյալ ատենակալների մասին, ասում են դե գիտեք ինչ փոքր երկիր է, մեկը մյուսին ճանաչում են, բարեկամ, բայց չհասկացա, այդ ոնց է քննիչի համար փոքր երկիր չի, դատախազի համար փոքր երկիր չի, դատավորի համար փոքր երկիր չի, հենց բանը հասնում է քաղաքացու համար երկիր միանգամից փոքրանում է։ Ոչ, այսօր մենք արդարադատության ոլորտում ունենք լուրջ խնդիրներ։ Եվ ես երեք փափուկ ասեցի, բայց կարամ ավելի պինդ ասեմ, որ մենք այո, գործ ունենք, մենք գործ ունենք շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Եվ մենք պետք է այդ բանից վիրահատական ճանապարհներով արդեն այսքան բանը քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։
Մեզ պետքա վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Ինչքան կարելի է քայքայել։ Ասենք մի կենտրոնից կառավարող sense բուծած բանի ես էլ եմ ասում, ալա բանի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը արդարադատությունը հիմա ինքը իրան վերարտադրում է։ Պետք է այդ վերարտադրության բանը կտրել, մետաստազը կտրել ընդհանրապես եւ այդ բանը, այդ քաղցկեղը հեռացնել ուղիղ վիրահատական միջոցներով, որովհետեւ այլևս էլ տեղ չկա, որովհետեւ խայտարակություն է այսօր Հայաստանում արդարադատության համակարգում այն ինչ որ տեղի է ունենում։ Ինչքան էլ մենք օգնում ենք, աջակցում ենք, ուզում ենք այնց անենք, որ առաջ գնա փոփոխություն, բայց այդտեղ օրգանական process կա, օրգանական խնդրեմ կա։ Այդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից։ Այսօր փաստա որ արդարադատության համակարգը ժողովրդից չի բխում։ Եվ Հայաստանում պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը բխի ժողովրդից։ Սա լինելու է բացարձակ առաջնահերթություն, ջրի խաղաղության հետ մեկտեղ։ Բայց ելի եմ ասում, ինչի միջև հիմա մենք սա չենք կարել, որովհետև դա առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի։ Դա հնարավոր է միայն սահմանադրության փոփոխություններով, եւ մենք դա պետք է անենք։ Կներեք, նոր սահմանադրությամբ ընդունվա։ Սահմանադրության փոփոխություններով էլ հնարավոր չի։